Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Մեղքին վարձքը։ Անկլիացի փանվորմը ակրագիմը հողը փորելու ադեն բղինց տրամը կդավ, զայն սրբեց, մակրեց ու սկսավ քննել։ Այդ միջոցին մարդ մգանց ներքովեն։ Դեսնելով այս փանվորին ուշադրությամբ տրամը քննելը, հետաքրքրվեցավ այս խնդրով, մորեցավ անոր ու հարցուց, թե ինչ էր կդածը։ Փանվորը ցույց տվավ տրամը, լադիներեն քրությունը թարգմանեց և բացատրեց, թե երբ և ինչ առիթով հռոմեացիները այդ կողմեր եկած էին։ Երբ իր պատմական դասախոսությունը լմնցուց, անցորդը զարմանք հայտնեց, որ ուսյալ և զարգացած մեկը բարեքաներու փերմամբ ստիպված էր փանվորություն ունելու։ Նկատելով, որ այդ բարեքաները բարդացված էին փանվորին վրա, անցորդը աշխարհեցավ մխիթարել զինք իր հանդիպած թշպախտություններուն համար։ Փանվորը գլուխը կախեց և բահմը լուր գեցավ։ Անգեղծ մարդ էր, չուզեց, որ թիմացինը սխալ տպավորությամբ բաժնվեր իր մե, ուստի ճշմարտությունը պատմեց անոր։ Հայտնի ընտանիքի զավակն էի։ Հայրս ուզեց բարձրագույն ուսում տալ ինձի։ Երկրորդական վարժարանը ավարտելեն հետո Անկլիո նշանավոր համալսարանների մեկը մտա։ Ժամանակի ընթացքին հաջողությամբ ավարտեցի համալսարանը, արժանացա դիտողին ու քնահատության։ Նյութական բայձար աբակամը բացվեցավ առջևս, բայց հայրս փափագեցավ, որ եկեղեցին ընեմ կյանքի ասպարեզս։ Ուստի պետական եկեղեցվով միացա և ցերնատրվեցա իբրև գղերական։ Ժամանակը ամեն բան լավ ընթացավ։ Հայտնի ընտանիքի աղջկամի հետ ամուսնացա և ուրախ ընտանիք կազմեցինք։ Պաշտոնիս փերմամբ մկրտության ու հարսանիքներու առիթով մեծահարուստներու տունը ջաշկերույթի կհրավիրվեի։ Սեղաններու վրա տեսակ ոգելի ցմբելիներ կլային, բայց խմելու հակառակ էի։ Զիս հրավիրողները կստիպեին, որ ում խմեմ։ Ընկերային խմելը մեղք չէ, գսեին։ Զերենք չքայթաղեցնելու համար սկսա քիչ խմել։ Մարմինս ախորժեցավ այս տեսակ խմիչքեն ու շարունակեցի խմել։ Երթալով խմիչքի քանակը ավելցուցի և սկսա քինովնալ։ Եկեղեցին զիս աստարարեց, ու թեև ես ալ քող չէի եղածեն, ասոր հետ մեկտեղ խմիչքի քերին եղած էի։ Ժամանակ մի ետք զիս քործեն հանեցին։ Ունեցած տրամս ծախսեցի ու ընտանիքս կորսնցուցի։ Ընկերության աչքեն ինգա ու հին բարեկամներս զիս լքեցին։ Աշխարհի ամենեն դժվար մարդը դարձա։ Անցորդը ուշադրությամբ մտի գրավ այս պատմությունը և ցավ զգաց այս մարդուն գլխուն եկած ողբերգության։ Մի նայիր քինիին կարմրությանը, քավաթի մեջ իր քույնը ցուցնելուն ու ուղիղ վազելուն, անհետո օծի պես կխածնե ու քարպի պես կխայթե Արագած 23, 31 և 32 համարներ։ Ամեն։